Մեր նախագիծը նվիրված է հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, մարդ, ով նոր շունչ հաղորդեց Երևանի կառուցապատմանը և ձևավորեց մեր մայրաքաղաքի ներկայիս կերպարը։ Սկզբում մենք ընտրեցինք այս թեման, որովհետև Թամանյանը ոչ միայն հայտնի ճարտարապետ էր, այլև անձնավորություն, ում գործունեությունը մեծ ազդեցություն է թողել Հայաստանի մշակույթի և պատմության վրա։ Աշխատանքն սկսեցինք տեղեկատվության հավաքմամբ, ուսումնասիրեցինք տարբեր աղբյուրներ, գրքեր, հոդվածներ և հին լուսանկարներ։ Յուրաքանչյուր մանրուք մեզ օգնում էր ավելի խորությամբ հասկանալ Թամանյանի ստեղծագործական ոճը, գաղափարները և նրա թողած ժառանգությունը։ Հետո այցելեցինք Ալեքսանդր Թամանյանի անվան ազգային ճարտարապետական ինստիտուտ, Կասկադ Համալիր և Կոմիտասի անվան Պանթեոն, որտեղ ամփոփված էր Թամանյանի աճյունը։ Սպասված ակնկալիքներից որոշ չափով հիասթափված վերադարձանք, քանի որ նրա անձնական կյանքի և գործունեության վերաբերյալ պահպանված տեղեկությունները, կարելի է ասել, չափազանց սակավ են։ Սակայն անգամ այդ հանգամանքը մեզ չհիասթափեցրեց վերջնականապես։ Այն դարձավ առիթ գիտակցելու, թե որքան քիչ ենք պահպանում մեր մշակութային հիշողությունը և որքան կարևոր է նման նախաձեռնություններ իրականացնել, որպեսզի չկորցնենք մեր պատմական ու հոգևոր ժառանգությունը։ Աշխատանքի հաջորդ փուլում փորձեցինք պարզել մարդկանց տեղեկացվածությունը Ալեքսանդր Թամանյանի կյանքի ու գործունեության մասին։ Կազմեցինք հարցաշար, անցկացրինք փոքրիկ հարցում և արդյունքները ներկայացրինք տոկոսային հաշվարկով։ Ցավոք, այդ արդյունքները այդքան էլ գոհացնող չէին։ Պարզվեց, որ մարդկանց մեծ մասը չգիտի Թամանյանի մասին։ Դա միաժամանակ հիասթափեցնող և պարտավորեցնող էր, որ կարևորենք նման նախագծերի իրականացումը, որպեսզի ավելի շատ մարդիկ արժևորեն ազգային արժեքները։ Այնուհետև սկսեցինք աշխատել աշխարհացույց ծրագրով նշելով կարևոր վայրեր, որոնք կապված են Թամանյանի կյանքին և գործունեությանը։ Մենք ստեղծեցինք բազմաթիվ փիներ, ծննդավայրը, նախագծած շենքերը, հուշարձանները և այլն։ Յուրաքանչյուր փին պարունակում էր կարճ տեղեկատվություն, նկարներ և հետաքրքիր փաստեր։ Այս փուլում մեր աշխատանքը դարձավ ոչ միայն հետազոտական, այլև ստեղծագործական։ Այդ ամենից հետո հավաքվեցինք մեր բոլոր տվյալները, մշակեցինք, համադրեցինք լուսանկարներն ու տեքստերը և ստեղծեցինք ցուցադրություն։ Ցուցադրության մեջ ընդգրկեցինք ամենահետաքրքիր տեղեկությունները, շենքերի մոդելների նկարները, ինչպես նաև մեր կատարած աշխատանքների փուլային լուսանկարները։ Այս նախագիծը մեզ ոչ միայն սովորեցրեց աշխատել աշխարհացույց հարթակով, այլև օգնեց ավելի լավ ճանաչել հայ մեծ ճարտարապետների կյանքն ու գործունեությունը։ Մենք հասկացանք, որ յուրաքանչյուր շենք, յուրաքանչյուր նախագիծ, յուրաքանչյուր գիծ ունի իր պատմությունն ու գաղափարը, իսկ Թամանյանի պատմությունը հենց մեր քաղաքի Երևանի պատմությունն է։ Բայց մեր նախագիծը դրանով չսահմանափակվեց։ Ստացած արդյունքների հիման վրա ստեղծեցին մի շարք պրոդուկտներ, երգ, որը ստեղծվեց ԵՂՇ Չանեցի ստեղծագործության հիման վրա, քույզիս, հարցազրույց խաղեր, մեր թեմայի շուրջ գիտելիքները ստուգելու համար, խաչբար, որը միավորում է կյանքի և նրա ստեղծագործության ամենակարևոր փաստերը։ Այս ամենը ոչ միայն ամփոփվեց մեր գիտելիքներն ու ուսումնասիրությունները, այլև ցույց տվեց, թե ինչպես կարելի է պատմություն ներկայացնել հետաքրքիր ու ստեղծագործաբար։